Այնօրը Ծառուկյանը այսօր էլ կալուգացի օլիգարխի եղբոր որդին էր ուզում Հայաստանը լքեր։ Սրանք մտածում են, որ կարան սենց դիվերսիա իրականացնեն Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի դեմ, հետո տենց հանգիստ շվշվացնելով լքեն Հայաստանի Հանրապետությունը։ Չեք մարսելու, բոլորը պատժվելու են Հայաստանի Հանրապետության դեմ դիվերսիա իրականացնելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ինչ-որ կաշառատ ու սրիկաներ համարձակվում են խոսալ արդարությունից։ Այդ արդարությունից կարող է խոսալ ժողովուրդը։ Կարող է մեզ մեղադրել, որ արդարությունը մինչ օրս հապաղում է, բայց դուք արդարությունից խոսալու իրավունք չունեք։ Բայց անհոգ եղեք։ Արդարությունը գալու է։ Այդ արդարությունը շուտով զգալու եք ձեր բերաններում, զգալու եք ձեր գրպաններում։ Արդարության ողջ ծանրությունը զգալու եք ձեր ուսերին։ Անհոգ եղեք։ Կաշառատ ու սրիկաներ։ Ընդդիմությունը լեգիտիմ չէ, այն ձևավորվել է համատարած, կազմակերպված եւ ապացուցված ընտրակաշառքների արդյունքում եւ հետեւաբար խորհրդարանական ընդդիմությանը մենք վերաբերվելու ենք ոչ թե որպես ընդդիմադիր падգամավորների, այլ որպես հանցագործների։ Նրանցից ոմանց մենք առանձնահատուկ անհամբերությամբ ենք սպասելու ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերելու նրանց նկատմամբ։ Բացասական վերաբերմունք։ Ինչ վերաբերվում է այս ընտրակաշառատու ուժերին եւ նրանց այս բանդայի ղեկավարներին, ապա նրանք բոլորը պետք է պատիժ կրեն օրենքով սահմանված։ Նրանք բոլորը պետք է պատժվեն եւ երկար տարիներ անցկացնեն քրեակատարողական հիմնարկներում, որպես դաս բոլոր նրանց ու մտքով անգամ կարող է անցնել, որ կարելի է ընտրակաշառքով բռնազավթել իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունում։ Արարատը Հայաստանի տարածքում էր մինչև այն կետը, երբ որ Դաշնակցության իշխանության օրոք այն կորսվեց։ 1918 թվականին, երբ որ հիմնադրվեց առաջին հանրապետությունը, Արարատը Սուրմալուի գավառի շրջանակներում, ինչպես նաև Կարսը Հայաստանի տարածքում էին։ Երբ որ Դաշնակցությունը ավարտեց իր առաքելությունը, Արարատը եւ ամբողջ Սուրմալուի գավառը եւ Կարսը այլևս Հայաստանի տարածքում չեն։ Հետո եկան Դաշնակցության երաշխավորներ բոլշևիկները, երաշխավորներ եւ այսօրվա կոալիցիոն գործընկերներ Գյումրիում։ Եվ մի հատ էլ պեչատը դրեցին Կարսի եւ Մոսկվայի պայմանագրով։ Եվ սա, սիրելիներս, Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է։ Գալ իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել։ Ու նույնը կրկնվեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում։ Երբ որ իրանք եկան մի տարածք, որտեղ ապրում էին հայերը, եւ որի վերաբերյալ մենք ասում ենք ամենակարևորն այն է, որ այդ մարդիկ կարողանան այնտեղ ապրել։ Դրա համար պետք է իջացնել նշաձող, դրա համար պետք է իրանք ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ։ Դուք եւ Ղարաբաղից այդ պրոտեժեները մեզ ասում եք դավաճաններ, սրիկաներ, այսինչ այն ինչա, վերցրեցիք իշխանությունը 19 օր հետո այդ իրական Ղարաբաղը դարձրեցիք ինքնություն։ Դաշնակցության ամբողջ գործունեությունը մի անվերջանալի շղթա է։ Իրական բաները դարձնել ինքնություն, հետո լացել, կենացներ խմել, հայդատ անել, փող հավաքել, ինքնությունը վերածել փողի, մոնետիզացնել փողը, իրական հայրենիքը դարձնել ինքնություն, մոնետիզացնել ինքնությունը։ Իդեպ մոնետիզացնել ինքնությունը ասեցիք, հիշեցի։ Ձեր ինքնությունը Արարատը չի, ձեր ինքնությունը Քոչարյանի $200 միլիոն է, որ ինքը ապօրինի ձեռք է բերել ըստ դատախազության մեղադրանքի, ու ինքը պետքա մուծվի բյուջե։ Այդ ձեր ինքնությունը պետքա գաք եւ մուծեք բյուջե, ու հերիքա ներվայնացնեք ընդհանրապես այս ժողովրդին։ Եկեք մուծվեք բյուջե այդ փողը։ Որ ես Նիկոլի մասին խոսեմ, մի ճիշտ չի լինում։ Չեմ էլ ուզում այդ մասին շատ խոսել, բայց ինքը արեց այն իր վրա վերցնելով այդքան անեծք հայոյանք։ Չգիտեմ դավաճան պիտակավորումը, բայց ինքը արեց այն, ինչ որ բխում էր հայ ժողովրդի շահերից, Հայաստան պետության շահերից։ Եթե հիմա հանրության մի մասը դա չի հասկանում, մի X օր հասկանալու է, որովհետև ես իհարկե Նիկոլին, որ միշտ քննադատել եմ, քննադատում էի, ես ինչն էր մեր հեռակավեճի, բանավեճի պատճառը, որ ես վստահ էի, հիմա էլ եմ վստահ, որ նա կարող էր եւ պետք է դա աներ մինչեւ 20 թվականի սեպտեմբերի 27-ը։ Իհարկե ինքը այլ կարծիքի է այդ մասին, բայց դա կարելի է այդ վիճել, քննարկել, դա
ինքը շատ խորքային հարց է, ես վստահել չեմ, որ ես ասում եմ, ես 100% ճիշտ եմ, ինքն էլ վստահ չի, որ ինքն է 100% ճիշտ, բայց ես Նիկոլին քննադատել եմ դրա համար, որ ինչու նա չի արել այն, ինչ որ արեց, ասենք 22 թվականի Վարդենիսյան Ջերմուկյան մարտական գործողություններից հետո։ Հիմա ընդդիմությունն էլ գիտի, որ ինչ անում է, ճիշտ է անում։ Ընդդիմությունն էլ լավ հասկանում է, որ Նիկոլը չի Պրագայի հայտարարությամբ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Ընդդիմությունը լավ գիտի, որ Արցախը Ադրբեջանին հանձնել են 1921 թվականի հուլիսի 5-ին։ Դա շատ լավ գիտեն, որ այդ որոշումը ամրագրվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին։ Գիտեն, որ դա այդ մի անգամ էլ ամրագրվել է 1936 թվականին։ Այդ ամեն ինչը գիտեն, որ այդ էլ մի անգամ էլ վերջնական կնիքը ստացել է 1991 թվականին, երբ որ Հայաստանը հանրաքվեն արեց անկախության հանրաքվեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս ամեն ինչը բոլորը գիտեն, բայց ասում են, այս Նիկոլը ոնց որ մի քիչ միամիտ իջևանցի տղա է։ Բերես լրիվ բեռը թափենք իր վրա, ասենք որ ինքն է արել, համ իրեն կհեղինակազրկենք, համ մեր գործը հեշտ կլինի, գանք վերցնենք իշխանությունը։ Բայց մարդիկ նախախնամությամբ, օգնությամբ, իրենց ենթագիտակցական զգայարանների օգնությամբ շատ ճիշտ որոշում կայացրեցին։ Այնպես որ ասենք ես ինչն է, որ մարդիկ Նիկոլի կերպարը մի քիչ հեռուստաէկրաններից են կողմ լավ չի երևում։ Ինքը ինչերի միջով է անցել, ինչ օրեր է ապրել, երբ որ կայացրել է այդ որոշումները։ Հա հեշտ է, գիտեք, սրճարանում սուրճ խմել ու ասել, հա այդ դավաճանը էս արեց, գիտեք այդ դավաճանը ինչ արեց։ Ստատուս գրել ռազմահայերեն հա, ասենց ինչ-որ բան, երբ որ քո տղաները, երեխաները Ամերիկայում կամ Ֆրանսիայում են։ Այնքան բան կա խոսալու, բայց այդ մասին շատ կարելի է խոսալ հունիսի 7-ից եւ հետո, երբ որ խաղաղությունը վերջնական կլինի եւ ժողովրդին խաբելով իշխանության փորձող եկողներն էլ կգնան իրենց հիմնական գործով զբաղվելու մարդկանց այդ մանիպուլյացիայի ելևս չեն ենթարկի։ Այսօր բազմաթիվ խնդիրներ կա երկրում, երկրի շուրջ, սկսած լուրջ եւ կենցաղային մակարդակի խնդիրներից։ Ընդդիմությունը շատ ավելի ճիշտ կաներ, խորամուխ լիներ այս խնդիրների մեջ, քննադատեր, խիզախություն ունենար, ասեր ընկերներ ժողովուրդ, որքան էլ ցավալի է, բայց Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականությունը միակներ շախմատում այդպիսի արտահայտություն կա, միակ ճշգրիտ քայլը, եթե դու չես գտնում միակ ճշգրիտ քայլը, դու պարտվում ես, այդպիսի իրավիճակներ լինում է, մենք այդպիսի իրավիճակում էինք հայտնվել 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որ ցանկացած սխալ քայլ բերում էր դիրքի վատացմանը, անխուսափելի պարտությանը, բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանը գտավ այդ քայլերը։ Ընդդիմությունը կարող էր ասել, գիտեք, մենք այս հարցում իր հետ խնդիր չունենք, եթե իրենց գործողությունները, շահերը բխում էին հայ ժողովրդի ու Հայաստանի շահերից։ Բայց գիտեք, օրինակ, ատոմակայանի կառուցման հարցում նա սխալ է։ Մենք որ գանք սենց ենք անելու։ Գիտեք, ճանապարհաշինության հարցում մենք այսպես ենք անում, կամ գիտեք, մենք այս Տավուշի կամ Գեղարքունիքի այսպես ժողովուրդը աղքատ է, ամոթ է եւ այլն։ Այսպես որ անեին, իրենք այսօր շատ ավելի լուրջ մրցակից կլինեին, բայց իրենք գնացին մի ճանապարհով, որի ձևակերպումը ասենց մոտավոր էս էր ոսկեպարով Արցախ, մարդիկ էլ ասեցին, գիտեք, մենք ձեր ասենք միամիտները չենք էլի, որ ասենց գաք ասեք։
Պարոն Ազարյան, ինչ ասում մեզանից եք, հայրենասեր չեք էլի։ Ճիշտ եք ասում, բայց ախր